դուք ձեր մեյլերից ստացաք հասցեն թվումը այն էջի, որտեղով որ փորձել ենք պատրաստել մեր բլոգերի համար նախատեսված QR կոդը։ Հիմա բացում ենք մեր բլոգը, մտնում ենք մեր բլոգի գլխավոր էջը։ Սա Լանայի բլոգն է, որտեղ Լանայի համակարգիչն է։ Մենք մտնում ենք գլխավոր էջ, ոչ թե բաժիններն եք բացում, այլ գլխավոր էջ եք մտնում։ Եվ այստեղ վերցնում ենք հասցեն, այս վերևի տողում գրվածն է հասցեն, copy ենք անում, հետ ենք գնում այս էջը, որտեղ որ QR-ն է, և տեղադրում ենք այստեղ, նայեք, սխմում ենք սա, սլուկա URL։ Սխմում ենք այստեղ, դնում ենք այստեղ հղումն ենք տեղավորում։ Այստեղ էլ գրում ենք անվանումը, գրում ենք Լանայի բլոգ, Լանաս, քանի որ անգլեր, չէ, հայերեն է գրում ասում, Լանայի բլոգ։ Եվ ինչ ենք անում, տալիս ենք, создать и скачать։ Վերջ։ Հիմա գնում եմ զագրուսկաների մեջ, չէ, չի քաշել, տեսեք, հիմա այստեղ, նայեք, այս ներքևում կարողանում եմ ընտրել իմ QR-ի տեսքը, եթե ուզում եմ թիթիզ լինի, ընտրում եմ թիթիզ որևիցե մի բան։ Օրինակ, կարող է լինել այսպիսի։ Բայց մենք այդ դեպքում կընտրենք կլասիկ տարբերակը, հա, բայց կարող եք և փոխել, ընտրեք հետո թիթիզ ինչ-որ մի բան։ Եվ այստեղ տալիս եք սկաչած QR կոդ։ Հիմա գնում ենք զագրուսկաների մեջ և գտնում ենք QR-ը։ Ես QR կոդն եմ իմ արել մոխիտոյի նման։ Ես իմ բլոգի QR կոդն եմ արել բանցավիկներից ես կոպիացել եմ իմ բլոգի QR կոդը։ Սոփի ստացվեց։ Ես իմը ստեղծել եմ։ Ես ստեղծել եմ իմ բլոգի QR կոդը, սքան մի։ Ավետ է Զարյանը։